Առաջին ալիքի եթերում շարունակվում է առավոտ լուսոն եւ հաջորդիվ արդեն զիրով պիտի ներկայացնենք մեր հյուրերին, խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայի մասին, որովհետեւ Սաթեաթ Թատերական միությունը ներկայացնում է Ադամովյան օրերը Հայաստանում նախագիծը, որի շրջանակում տեղի են ունենալու գիտաժողով, թատերական ընթերցումներ, բանախոսություններ եւ ամենակարևորը Արտուր Ադամովի «Մարդը եւ երեխան» ինքնակենսագրական վեպի շնորհանդեսը։ Ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Մեր տաղավարում են բանասիրական գիտությունների թեկնածու, գրքի թարգմանիչ Սաթե Խաչատրյանը եւ Ալեֆ Թատերական հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Սարգսյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում եւ ինչ են Ադամովյան օրերը Հայաստանում։ Շնորհակալություն, մեր թատերական միությունը, որի տարբեր նախագծերով առիթ եւ պատիվ եմ ունեցել ձեր տաղավարում լինել եւ ներկայացնել, այս անգամ անդրադառնում է հայազգի նշանավոր ֆրանսիացի գրող, դրամատուրգ, նաեւ թարգմանիչ, բազմաթիվ պիեսների ադապտացիայի հեղինակ ֆրանսիական իրականության մեջ Արտուր Ադամովին եւ իր գրական ժառանգությունը իսկապես շատ կարեւոր է մեր թե թատերական հանրության համար եւ թե առհասարակ ընթերցողի, որովհետեւ Ադամովը համարվում է հանրահայտ աբսուրդյան տրոյկայի մասնիկը Բեքեթի եւ Իոնեսկոյի հետ եւ իր ստեղծագործությունները շատ երկար ժամանակ ֆրանսիական թատրոնների խաղացանկերում են եղել։ Ցավոք իր մասին շատ քիչ գիտենք, իհարկե 10 տարի առաջ մեր թատերական միությունը դարձյալ անդրադարձավ Ադամովին, ես թարգմանեցի իր պիեսները, որի ժողովածուն դույս տեսավ, գրեթե 5-6 պիես կա ժողովածուի մեջ, հետո այդ շրջանում նաեւ արեցինք դարձյալ գիտաժողովներ եւ այլն, բայց թերևս երբեք ավելորդ չէ կրկին եւ կրկին անդրադառնալու այդ հսկային, որը կրկնում է մոռացության է մատնված եւ մի տեսակ պատվի հարցեր եւ արժանապատվության կարծում եմ մեր ազգությամբ հայ նման խոշոր հեղինակին եւ արվեստագետին դարձյալ իր հայրենիք վերադարձնելը։ Մարդը եւ եսը վեպը կարծես այն ինքնակենսագրական վեպ է եւ կարծես խոսում է նրա երկու եսերի մասին, փոքրիկ ակնարկ տանք մեր հեռուստադիտողին ինչի մասին է, որովհետեւ կարծես թե եզրափակումը նաեւ այս ծրագրի տեղի է ունենալու հենց այդ գրքի շնորհանդեսով, չէ՞։ Սովորաբար կարծրատիպեր կան որոշ գրողների մասին, օրինակ Չարենցին համարում են միայն բանաստեղծ, մոռանալով որ նա գոնե երկու նշանավոր արձակ գործ ունի, վեպ հուշագրություն, նույնը Ադամովի պարագայում կարող եմ ասել, որ շատերին թվում է նա պարզապես աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է եւ գրել է միայն պիեսներ։ Եվ մոռանում են 1968 թվականին Գալիմար հրատարակչությունում տպված, ես ուզում եմ շեշտել, որ մարդիկ պատկերացնեն ինչ հեղինակի եւ ինչ գրքի մասին է խոսքը, Մարդը եւ երեխան հայտնի ինքնակենսագրական վեպը, որտեղ այո ճիշտ նշեցիք, իր երկու եսերն են, մի դեպքում ինքը երեխա է, մի դեպքում արդեն կյանքի հասուն փուլում գտնվող մեկը, որը ապրել է այնպիսի բոհեմական միջավայր 40-ականների, 50-ականների եւ 60-ականների Փարիզը։ Պատկերացնելու համար ասեմ, որ Բեկետը, Իոնեսկոն, Կամյուն, Մերլին Մոնրոն, Արթուր Միլլերը բոլորը կան վեպում։ Այո, բոլորը կան վեպում եւ սա շատ ինտելեկտուալ եւ հանրագիտարանային վեպ է։ Եթե ուզում եք այդ տարիների ավանգարդի մասին պատկերացում ունենալ, իդեպ Բեկետը Ադամովը չէր սիրում, երբ աբսուրդ էին ասում այդ թատրոնին, ասում էր ես նախընտրում եմ ավանգարդ եզրույթը, որովհետև գիտեք, որ աբսուրդի թատրոն այդ հասկացությունը ծնվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կյանքի անիմաստության գաղափարից թելադրված եւ սովորաբար պատերազմներից հետո այդպես ինչ որ տրամադրություններ են լինում եւ Բեկետը Ադամովը եւ Իոնեսկոն դարձան այդ աբսուրդը արձանագրողները, իհարկե եւ ընկերներ էին եւ նաեւ մրցում էին եւ այդ մրցությունը երբեմն խանդը Ադամովը երբ չի թաքցնում, շատ ուղիղ ասում է եւ վստահ եմ, եթե ողջ լիներ, շատ ուրախ կլիներ, որ իր գիրքը հայերեն է թարգմանվել։ Հետաքրքիր է գրքում կա Ադամովի հայկական հետագիծը, որովհետեւ ամեն դեպքում նա հայկական ընտանիքում է ծնվել, մենք երևի Ադամյան կարող ենք նաեւ իրեն անվանել այսպես ու արտագաղթելը, գաղթի ճանապարհը, տեղափոխությունները, համենայն դեպս սկզբնական շրջանում մեծ դեր են ունեցել իր կյանքում։ Սա կա գրքում։ Այո, Ադամովը պատմում է, թե ինչպես է ծնվել Կիսլավոդսկում եւ հետո պատմում է, որ
ինչ Կովկասում հարստություններ են ունեցել եւ դրանք հետո գիտեք, որ ազգայնացվել են հայտնի դեպքերից հետո եւ իրենց ընտանիքը ստիպված է եղել հեռանալ տարբեր դեգերումներից հետո ի վերջո հաստատվել են Փարիզում եւ պատմում է թե ինչքան դժվար է անցել այդ ադապտացիոն շրջանը եւ մի հետաքրքիր բան կա, որ ինձ շատ հուզեց, որ տանը երբ իրեն հարցնում էին, որ լավ են դպրոցում քեզ վերաբերվում, ինքը ասում է, որ շատ լավ, ես լիքը ընկերներ ունեմ եւ մի ոստիկան կա, որը ինձ շատ է պաշտպանում, բայց այդ դպրոցը ոստիկան չուներ եւ ինքն էլ ընկերներ չուներ, բայց տնեցիկից թաքցնում էր այդ դժվարությունները, դրա համար այդ դժվարությունները շատ վատ ազդեցություն թողեցին նաև իր հոգեկան աշխարհի վրա, դա հետո իր պիեսներում մենք կտեսնենք եւ նաև ինքնակենսագրության մեջ։ Ես իբրև հավելում ասեմ, նախ հայերենի մասին ինքը հիշատակում ունի, որ ինչ որ ժամանակ նաև հայերեն է խոսել, այսինքն հայերենով խոսել է եւ իր մանկության տարիների մասին խոսելիս իր տարբեր, այսպես ինչպես ինքը հենց ֆրանսերենով ասում է, նյանյաներին, հա, այդպես դայակների մասին, բայց հենց նյանյա տերմինն է օգտագործում, այսպես ավելի, որտեղ ռուսերենը բավականին գերակշռում էր նաև իր մտածողության մեջ, խոսքի մեջ Եվ նաև կարևորում եմ մի հանգամանքով այս վեպի գոյությունը եւ թարգմանությունը հայերենով, քանի որ այն բանալի է իսկապես հետագայում Ադամովյան պիեսները բացելու եւ հասկանալու համար։ Սա ճանապարհն է, որ նախուսափելի է, որպեսզի հասկանանք ինչու է գրել Ադամովն այսպես եւ ինչպես է գրել Ադամովը։ Ես մեկ բառով թերևս կձևակերպեի ինքնավոչինչ, գեղարվեստական ինքնավոչնչացում է այս պիեսը, որովհետեւ ամբողջ ընթացքում մենք հասկանում ենք, թե ինչ բարդույթների, խնդիրների, սարսափների, վախերի մասին է խոսքը, որոնք իր ամբողջ կյանքում ուղեկցել են իրեն եւ որոշ պարագայում նաեւ գնահատված չլինել, ինչ սարսափելի հետք է թողել հոգեբանորեն իր կենսագրության վրա եւ Փարիզյան բոհեմի մասին խոսելիս ասեմ, որ ես Փարիզում ապրել եմ ուսանելու տարիներին եւ անկեղծորեն պիեսը կարդալու, վեպը կարդալուց հետո թարգմանելուց առաջ նորից գնացի բոլոր այն սրճարանները, որոնց մասին հիշատակում է Ադամովը եւ անկեղծորեն իմ հայացքը, որ տարիներով ապրել եմ Փարիզում, լիովին փոխվեց քաղաքի նկատմամբ, որովհետեւ ձեռքիցդ բռնած իսկապես քեզ սրճարանից սրճարան է տանում, փողոցից փողոց, քաղաքից քաղաք, թաղամասից թաղամաս ավելի շուտ եւ նորովի է սիրում ու բացահայտում Փարիզը, այնքան բոհեմյան, այնքան ջերմ, այնքան իրական եւ այնքան շոշափելի։ Մենք սպասում ենք մարտի 24-ին գրքի շնորհանդեսին, ձեռք բերելու նպատակով կարծես թե այնքան գեղեցիկ նկարագրվեց ամեն ինչ։ Պատմեք մեզ ինչ է սպասվում Ադամովյան օրերին։ Նախ Նախագիծը կմեկնարկի Վանաձորում, իհարկե շատ բնական է, որովհետև մեզ համար, մեր թատերական միության համար մշակութային ապակենտրոնացումը շատ կարևոր է եւ որևէ մարզի եւ քաղաքի հետ նախագիծ մեկնարկելը խիստ կարևոր է։ Լոֆթ Վանաձորում կմեկնարկի առաջին հանդիպումը եւ այն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ է կազմակերպվում, կլինի բանախոսություն, թատերական հանդիպում, նաեւ թատրոնի դերասանները թատերականացված ընթերցանությամբ կներկայացնեն Ադամովի վերագտնում պիեսից պատառիկներ, որը ես թարգմանել եմ նախկինում։ Այնուհետև Մարտի 21-ին ժամը 4-ին, եւ ժամը նշենք, եթե Վանաձորից հիմա մեզ դիտում են հեռուստատիտողները, սիրով համեցեք, մուտքն ազատ է։ Մարտի 23-ին Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի հետ համատեղ, իհարկե պատմության ինստիտուտի դահլիճում, բայց արվեստի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել ենք գիտաժողով Արթուր Ադամովին նվիրված եւ շատ ուրախալի է, որ բավականին շատ մասնակիցներ կան, որքան էլ քիչ ուսումնասիրված հեղինակ է մեր իրականության մեջ, եւ նախագիծը կամփոփենք մարտի 24-ին գրքի շնորհանդեսով Հայաստանի ազգային գրադարանում ներողություն ժամը 3-ին համեցեք, դարձյալ մուտքը ազատ է եւ բանախոսները կլինեն Արմեն Սարգսյանը, Արամ Ավետիսը եւ Գերվանդ Վարդանյանը, որոնք Աբսուրդի թատրոնին առհասարակ շատ լավ տիրապետում են։ Ես շատ եմ ուրախանում, որ հայ ժամանակակից գրողները նաև կարդում են եւ լավ գիտեն համաշխարհային գրականություն, որովհետեւ հնարավոր չէ լավ գրել առանց լավ մեծ կարդացող լինելու, մեծ ընթերցող լինելու կարողություն։ Ադամովի ստեղծագործական ժառանգությունը հայ-ֆրանսիական մշակութային կապերի առումով որքանով է կարևոր։
շատ է կարևոր եւ 1 տարի առաջ գրեթե այս օրերին ես ձեր տաղավարում էի Միսակ Մանուշյանին նվիրված մեր նախագծով մեզ համար շատ կարևոր է անդրադառնալ այն անուններին, ովքեր իսկապես հետագիծ են թողել եւ մասնավորապես հայ-ֆրանսիական մշակութային կապերի բարեկամության վրա եւ Ադամովը անշուշտ բացառություն չէ եւ նույնիսկ ամենակարևոր անուններից է, այն մեր ընդհանուր ժառանգությունն է եւ այդ գիտակցումով պետք է առաջանալ եւ պահել, պահպանել, մեծարել այնինչ ունենք, որովհետեւ հետո շատ ավելի տխուր է լալահառաջ արտահայտություններ անելը, որ այս չունենք, այն չունենք, կամ մեզնից տարան այս կամ այն։ Քանի ունենք, տեր կանգնենք մեր ունեցածին, որովհետև շատ կարևոր է թե ուսանողության, թե գրականագետների, գրականության ընթերցողների եւ թե թատերական ոլորտի ներկայացուցիչների համար։ Ես իսկապես հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ մեր թատրոնների խաղացանկերը կհամալրվեն նաեւ Ադամովյան հրաշալի պիեսներով։ Ես մի հավելում անեմ, Սաթեի ասացին, Ադամովը սկզբնական շրջանում թաքցնում էր իր հայկական ծագումը, ինչպես բոլոր արտագաղթածները, որովհետև ուզում էին համակերպվել եւ հարմարվել այդ երկրների կյանքին, եւ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ առաջին սերունդը արտագաղթածների սովորաբար չէր ստիպում իրենց երեխաներին տանը խոսել հայերեն, ընդհակառակը ուզում են, որ հայերենը մոռանան, որ շուտ ինտեգրվեն, եւ այդ սերունդը հայերեն չէր խոսում։ Եվ նրանց ժառանգները սկսեցին հայերեն խոսել։ Իսկ Մանուշյանի սխրանքը դիմադրության շարժման տարիներին այնքան բարձրացրեց հայերի հեղինակությունը Ֆրանսիայում, որ այդ թվում Ադամովը ենթադրում են, որ այդ սխրանքից եւ Մանուշյանի անվան շուրջը ստեղծված այդ բանից հետո, հերոսապատումից հետո քաջությամբ ասում էր, որ ինքը հայ է։ Հրաշալի է։ Եվ իրականում հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդումը մեր օրերում շարունակում է նաև կատարողական արվեստների փառատոնը, թեատրոնը, ֆրանկոֆոն փառատոնը կրկին, որն անցյալ տարի առաջին անգամ տեղի ունեցավ։ Այս տարի եւս լինելու է արդյոք, քանի մեր տաղավարում եք հասցնենք հարցնել, սա թե եւ ինչ է սպասվում ծրագրում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, թեատրոն կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոն այս տարի եւս կիրականանա, շնորհիվ մեր գործընկերների եւ նաեւ մեր թիմի համառության։ Օրերը սեպտեմբերի 14-ից 28-ն են եւ ինչպես ի սկզբանե ստեղծման օրվանից մեր ռազմավարական ուղղությունները շատ հստակ են, մշակութային հասանելիությունը, ապակենտրոնացումը, սոցիալական բաղադրիչը, պարը եւ դրամատուրգիան, նրանք դարձյալ կլինեն մեր ուշադրության կենտրոնում։ Շատ հետաքրքիր անուններ եւ հեղինակություններ են գալու Հայաստան, դարձյալ Մուրադ Մերզուկի ֆոլիա ներկայացմամբ, Հերվե Կուպի իր Բարբարոս գիշերները կամ աշխարհի առաջին լուսաբացը ներկայացումը եւ բազմաժանր են, ինչպես նաեւ գաղտնիքները բացեցին։ Բայց մենք առիթ կունենանք երևի առանձին անդրադառնալու եւ նաեւ ռեզիդենցիաներ տարբեր թատրոններում դրամատուրգիական, որովհետեւ այո դրամատուրգիայի զարգացումը Հայաստանում խիստ կարեւոր է։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ սկսեցիք ձեր օրը, եւս մեկ անգամ հիշեցնենք հեռուստադիտողներին, որ Հայաստանում սպասվում են Ադամովյան օրեր, մարտի 21-ին Վանաձորում կմեկնարկեն օրերը, այնուհետև մարտի 24-ին եւ 23-ին եւ 24-ին, բաց մի թողեք այս իրադարձությունները, կա ինչ-որ հարթակ, որտեղ կարող են եւս մեկ անգամ ծանոթանալ ծրագրին։ Այո, սա թեատր թատերական միության եւ ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաեւ թե ազգային ակադեմիայի էջում, ազգային գրադարանի էջում, Վանաձոր լոֆթի էջերում, սոցիալական հարթակներում ամբողջ ինֆորմացիան ամբողջական տրված է, այո, համեցեք։ Շնորհակալություն, հաջողություն ենք մաղթում, թող շարունակական լինեն այսպիսի օրերը մշակութային Հայաստանում։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվում ենք առաջ երաժշտությամբ։